Կույրերի միավորման մի խումբ անդամներ պահանջում են իրավապահների միջամտությունը խորհրդային տարիներից իրենց տրամադրված ժառանգությունը տնօրինելու համար։ Պնդում են, կազմակերպության 11 միլիարդ դրամ արժողությամբ 52 շենք շինություններից իրենք շահույթ չեն ստանում, գումարը հոսում է մասնավոր գրպաններ։ 90%-ը տրված է վարձակալության ու տրված են շուկայից շատ ավելի էժան գներով եւ մարդիկ վերցնում են այդ գույքը վարձակալության եւ ուղղակիորեն հանձնում են ենթավարձակալության եւ այդտեղ եկամուտներ են գեներացվում, որոնք դուրս են մնում մեր միավորման բյուջեից, չեն մտնում մեր միավորման ոնց որ հաշիվներին։ Արմենակ Խաչատրյանի տվյալներով կազմակերպության ղեկավարները գույքի 90%-ը վարձակալության են տվել շուկայականից անհամեմատ ցածր գներով, ուսումնասիրել են շուրջ 170 գործարք ու պարզել, բոլոր դեպքերում գործում է նույն սխեման։ Երևանի եկամտաբեր տարածքները ցածր գնով տրվում են միջնորդների, որոնք իրենց հերթին վարձակալության են տալիս ու իրենցից կույրերից շատ ավելի մեծ շահույթ ստանում։ Հենց նույն այս պահին եղած նախագահան 18 թվականին 20 տարով Ոմանտիկին Մարինա Հասրացյանի տվել է վարձակալության 800 քառակուսի մետր տարածք վարչական շենքում մոտավորապես քառակուսին 2000 դրամի շրջանակում, իսկ այս տիկինը 8-9000 դրամով ենթավարձակալության է տվել։ Արմենակ Խաչատրյանն ու ընկերները պահանջում են, որ ցածր գնով ու երկարաժամկետ 20, 30, 40 տարով տրված վարձակալության պայմանագրերը վերանայվեն եւ նորերը կնքվեն շուկայական գներով։ ՍԱՍ-ի հետ կապված ինքը ասում է, ես ինչ անեմ, ՍԱՍ-ը տվել ենք, մենք իրանցից պետք է շնորհակալ լինենք, որտեղ պատվալա փորը, այդ պատվալը բերե մեր վկայականի մեջ է մցրե եւ այլն։ Որևէ հայտարարություն, չգիտեմ, հանրային դաշտում, չգիտեմ, լիստեյեմ կլինի, մյուս ծառայություն, մենք չենք տեսնում, մենք չգիտենք, որ այս մարդիկ տալիս են վարձակալության, փնտրում են վարձակալ։ Կոմիտասի պողոտայում գտնվող սա սուպերմարկետի այս տարածքը եւս պատկանում է կույրերի միավորմանը։ 1600 քառակուսի մետրից կազմակերպությունն ամսական ստանում է ավելի քան 2 միլիոն դրամ վարձակալության գումար։ Ըստ պայմանագրերի Կոմիտասի բանուկ հատվածում գտնվող այս տարածքի քառակուսի մետրը վարձակալում են միջինը 2000 դրամով, սակայն Կոմիտասում վարձակալության շուկայական միջինգինը մոտ 7 անգամ ավելի բարձր է։ Մինչ նրանք հարցնում են, ինչու պետք է հենց միավորումը չստանար այս եկամուտները, միավորման նախագահը հակադարձում է։ Նախկիներն են մեղավոր, իրենք ժառանգել են հին պայմանագրերը։ Ես 2 անգամ ՍԱՍ-ի վարձավճարը ավելացրել եմ, որին կարային նրանք չհամաձայնվեին, որտեղ նրանց պայմանագիրը մեկը մինչև 33 թիվն է, մեկը կարծեմ 35-ը։ Բայց այն ինչին հասանք, այդքանին որ հասանք, դա ուղղակի բարի կամքի ճնշման միջոցով, մի խոսքով մանրամասները չասեմ, թե ինչ եղանակով, այդքանին կարողացանք հասնել։ Միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն էլ է ընդունում, որ վարձակալության գները ցածր են։ Մյուս կողմից ասում է, իրենց ունեցածը սովորաբար անխնամ տարածք է, որը վարձակալները կարգի են բերում։ Բոլորն էլ ներդրում են արել, բայց այդքանից հետո էլ ցածր են գները, շատ տեղերում են ցածր։ Բարձրացնել հնարավոր չի։ Բայց ես ասեցի, չէ, օրենք է դալել, նոտարական գրանցում է ստացել, ոչ մեկ չի կամ անգամ դատարան ասում եմ, չէ, դատի տվինք դատարանը դա չեղյալ չհամարեց։ Բագրատ Մակարյանը ղեկավար կազմից է, բայց պնդում է, նոր նախագահն իրենց չի լսում, փոխարինը շարունակում է հնի գործելավոճը։ Քվեարկությունները մարտահայտել եմ դիրքորոշումը շատ հարցերում։ Ասում են երկչախումբը մոտավորապես 40 ծավալ մարդ է աշխատում։ Եթե այդ գումարը լինի, իր ամսական բյուջեն ընդամենը 2 միլիոն քանի 100,000, 300 թե 400։ Այսինքն 24 կամ 30 միլիոն դրամով այդ երկչախմբի մշտական աշխատանքային հարցը կարելի է լուծել։ Եթե գումար լիներ, Հայկ Պապիկյանը երկչախմբում ոչ թե 3 ամիս կերքեր, այլ ողջ տարին աշխատավարձ կստանար, կկարողանար հոգալ ապրուստը։ Հիմա միշտ ասում են, չէ, կրթվելը հարգի է, նորաձև է, այդ նույն կրթվելու հիման վրա շատերը կարող էին իրենց զարգացվածությունը բարձրացնել ու առնվազն աշխատանքի ընդունվեին, որ այսօր դիմում ես աշխատանք ես ուզում, դե ասում է որտեղ քեզի տրամադրեմ աշխատանք։ Կույրերի միավորման նախագահը հակադարձում է։ Եթե 12 ամիս երկ են, ում համար են համերգ տալու, ամեն ամիս որ չենք մեր
մշակույթի տան ամեն ամիս համերգ ենք։ Ոչ երգչախումբն է ակտիվ, ոչ էլ մյուս խմբակները, պնդում են Խաչատրյանի քննադատները։ Մարգարիտ Ամարուքյանը, ով Արմավիրից է գալիս դասընթացների, նշում է, առանց վերապատրաստման իրենք մրցունակ չեն աշխատաշուկայում։ Այո, նաև չկան գրքեր, չկա մասնագիտական գրականություն, որ ուսանողը կարողանա օգտվի։ Ես ինքս ուսանող եմ այս պահին ու սովորում եմ Էջմիածնի պետական քոլեջում գրադարանային գործբաժնում ու ես ամբողջ այդ նյութերը, որ ինձ պետք է, գտնում եմ ռուսերեն լեզվով, բայց կան մարդիկ, որոնք չեն տիրապետում պարզապես ռուսերենին։ Վահե Արզումանյանը համակարգչային դասընթացներ է կազմակերպում պետական ծրագրով։ Աուդիոգրքերի խնդիրը միակը չէ, ասում է։ Տեսեք, շաշկի շախմատ շոդաունը շեշտեցինք, հա, որը իրականացում է։ Մեկ մարզիչ որևէ մարզական ուղղության վրա չունենք։ Չկա մարզիչ։ Դե չգիտեմ, հիմա կարող են այլ պատճառաբանություն բերել, հիմա չեմ կարող հասկանամ խի, բայց այս հարցերը, որ բարձրաձայնվում են, հա, մնում են օդում կախված, այսինքն այս խնդիրները չի լուծվում։ Կույրերի միավորման նախագահն այլ տեսակետ ունի, պարապ չեն նստում, մրցաշարեր են կազմակերպում, նպաստներ են տալիս ուսանողներին, աշխատանքային հարուստ կենսագրություն ունեցողներին։ Ինչ որ ուզել են, կա չի եղել այդպիսի պահանջած, որ որևէ բան անցկացվի եւ դա համար գումար չճարվի։ Չկա այդպիսի բան։ Մինչ Ռաֆիկ Խաչատրյանը պնդում է, որ կոռուպցիոն որևէ գործարքներ չկա, նրա անդիմախոսները հարցնում են. ինչու է Երևանի երիտասարդական մետրոյին կից շենքի երկրորդ հարկը վարձով տվել 20 տարով քառակուսին շուրջ 3000 դրամով։ Նախագահ Խաչատրյանն այս հարցի պատասխանն էլ ունի. ոչ մեկը կարճ ժամկետով չի համաձայնում վարձակալել, իսկ էժան է տվել, քանի որ տարածքը անմխիթար վիճակում էր եւ 100-ից ավելի մարդ հրաժարվել էր վարձակալել այն։ Իմ աշխատած ժամանակում 7 տարվա ընթացքում տարածքները չեն ավելացել քաղաքուսով, բայց վարձակալությունից ստացված գումարները կրկնապատկվել են։ Արմենակ Խաչատրյանն ու համախոհները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազություն։ Քննիչն ու դատախազը գործ հարուցելու հիմք չեն տեսել։ Կույրերը տեսնում են ու այժմ դատարան են դիմել իրենց այնքան անհրաժեշտ գումարները ստանալու գույքը վերադարձնելու համար։ Դատարանը դեռ քննում է բողոքը։ Մոտ հարուցելով հանրության բրդովմունքը։